Այո, մեր եկեղեցին տոգորված է KGB-ի ագենտներով, ինչպես եւ ռուսական, վրացական, ուկրաինական բոլոր եկեղեցիները, որովհետեւ եկեղեցիները վերստեղծվեցին Ստալինի կողմից 40-ական թվականներին։ Եվ Վազգեն առաջինը, երջանկահիշատակ, որի պատկերը ամենտեղ կախված է առ այսօր, նա նույնպես եկավ Ստալինի համաձայնությամբ։ Մենք այստեղ որևէ պատրանքներ չպետք է ունենանք, բայց կներեք, դուք պայքարում եք KGB-ի եւ Ռուսաստանի հետ, ինչու՞ չսկսել այդ պայքարը ԱԱՑ-ի մեջ, ձեր կառավարության մեջ, ազգային ժողովի մեջ, նախարարությունների մեջ, եթերում, հեռուստաեթերում։ Ինչու եք դուք զբաղվում այն միակ կառույցով, որը ըստ սահմանադրության բաժանված է, անջատած է պետությունից, որովհետև այնտեղ հեշտ է ցույց տալ ձեր ամեն շաբաթվա պայքարը հողմաղացների հետ։ Փաշինյանի կարևորագույն սխալը եւ մեղքը այն է, որ նա փոխանակ միավորի ազգը բաժանում է, պառակտում է, թշնամացնում է ազգը ներսից, եւ դրանից շահում են միայն մեր թշնամիները։ Այո, եկեղեցին մեծ խնդիրներ ունի, բայց առաջինը եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից, երկրորդը եկեղեցին պետք է միավորի ժողովրդին, այլ ոչ թե բաժանի։ Արամ կաթողիկոսի հետ, Գարեգինի հետ, մեր այլ պատրիարքների հետ պետք է խոսել միավորելու ժողովրդին մասին, այլ ոչ թե շարունակել այդ պառակտումը։ Պառակտումը եղավ սովետի օրոք իրենց նպատակներով։ Հիմա խորացնելով պառակտում մենք խորացնում ենք այդ ռուսական, փաստորեն, եւ թուրքական արդեն նախագիծը։